Հայտարարում ենք ընդդիմադիր ուժերի համախմբման մեկնարկի մասին։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է ասում, պնդելով, որ այս համախմբումը կարևոր է ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ պետության համար, քանի որ նախընտրական շրջանում ընդդիմությունը հենց այս սխալը թույլ տվեց։ Ըստ Կարապետյանի, որոշ ուժեր թեկուզ ազնիվ նպատակներով, բայց գերագնահատեցին իրենց հնարավորություններն ու կարողությունները։ Ուրեմն հիմա ժամանակն է միավորվելու հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի շուրջ, որն ուղիղ եթերում կքննարկի եւ որոշում կընդունի պատգամավորական մանդատները վերցնելու, թե չվերցնելու միջոցով են առավել շուտ հասնում Փաշինյանի հեռացմանը։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ես առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր խնդիրները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով որն է ճիշտ գնանք այդ քայլերով։ Սամվել Կարապետյանն ասում է, գիտի հասարակությունում մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ կարծիքները տարբեր են, բայց պետք է հաշվի առնել եւ առաջին եւ երկրորդ տարբերակի ինչպես առավելությունները, այնպես էլ հնարավոր խնդիրները։ Ուժեղ Հայաստան դաշինքը երկու սցենարներին էլ պատրաստ է։ Պետք է անենք առավելագույնս ճիշտ քայլեր, որպեսզի հետագայում չտանք հնարավորություն Փաշինյանին միանձնյա կառավարել, միանձնյա ընդունել Ալիևի բոլոր նարատիվները, միանձնյա ընդունել մեր երկրի համար շատ վտանգավոր սահմանադրությունը։ Կարապետյանն առաջարկում է, որ ընդդիմության միասնական ճակատը դիմի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ղեկավարներին, ինչպես նաև եվրոպական երկրների առաջնորդներին։ Հույս ունի արձագանքը չի ուշանա։ Դավիթ Թադևոսյան, Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։